Բարև երկիրը շարունակում է իր ընթացքը, սիրելի հեռուստադիտողներ, այսօր առավոտից խոսում ենք առողջությունից, իսկ գաղտնիք չէ, որ առողջության գլխավոր երաշխիքը նաև առողջ ակտիվ կենսակերպն է, ինչ ոչ նաև առողջ եւ սպորտը։ Այսօր շատ այսպես առողջապահական սպորտային է ստացվում մեր հաղորդումը, ինչը հաճելի է բնականաբար։ Այսօր Երևանում արդեն մեկնարկել է սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը։ Եթե մեզ համար սպորտը սիրողական է, ապա նրանց համար կարևոր է կյանքի համար, ինչպես նաև շատ հաճախ Հայաստանի համար, որովհետև նրանք դրոշներ են բարձրացնում։ Եվ այս թեմայի շուրջ խոսելու ենք Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հարապետյանի եւ աշխարհի գործող գավաթակիր Կարեն Սարգսյանի հետ։ Բարի լույս։ Բարի լույս, բարի գալուստ մեր տաղավար, այս գերլարված շրջանում շնորհակալություն, որ ժամանակ եք գտել եւ եկել եք։ Մի փոքր պատմեք, ինչպես անցկացվեց արդեն բացման արարողությունը, մեկնարկել է առաջնությունը, ինչպես դիմավորեցիք մեր հյուրերին։ Շնորհակալություն հրավերքի համար։ Այո, այսօր Հայաստանում հյուրընկալել ենք 22 պետությունների մեր պատվիրակությունները, մարզիկները, արդեն մեր մրցումների ընթացքը սկսվել են։ Թվով 570 մարզիկ ունենք, ովքեր որ մասնակցում են այս աշխարհի գավաթին։ Ամեն ինչը բարձր մակարդակով կազմակերպված է, հույս ունենք, որ մեր մարզիկներն էլ կցուցաբերեն բարձր հմտություններ եւ կուրախացնեն մեր ժողովրդին իրենց արդյունքներով, հաղթանակներով եւ ուզեմ ասել, որ այո, սամբոն բավականին լուրջ քայլերով գնում է առաջ եւ մեր թիմը Հայաստանի սամբոյի ֆեդերացիան, Հայաստանի սամբոյի ընտանիքը պատրաստ է եւ արդյունքներին սպասենք տեսնենք թե ինչ կլինի։ Պարոն Հարապետյան, կարելի է նաև իմանալ այս տարի ինչով է առանձնանում հատկապես մրցաշարը։ Այո, այս տարի առաջի անգամ մեզ մոտ մասնակցում են քույր սպորտսմենները, տղամարդիկ եւ կանայք։ Շատ հետաքրքիր է, քանի որ քույրերը ցույց են տալիս բարձրակարգ տեխնիկա, ազգում են սպորտը, իրենց պահում են գորգի վրա տեսնող մարդկանց նման։ Ավելի սուր զգայարան։ Այո, եւ շատ կարեւոր է մեզ համար, մեր մարզաձևի համար, որ մենք այդպիսի առանձնահատկություն ենք, ուշադրություն ենք ցուցաբերում այդ մարդկանց, այդ սպորտսմեններին, որովհետեւ իրենց համար էլ այս հաղթանակները մի կյանքի լույս է։ Աչքերի մեջ լույսը չեն տեսնում, բայց իրենց հոգին այդ լույսը տեսնում է, այդ հաղթանակը իրենց ուժ է տալիս, որ ավելի որակապես ապրեն եւ իրենց արդյունքները բերեն իրենց պետություններին հաղթանակ, փառք եւ պատիվ։ Փաստորեն ամբողջ սամբոյի պատմության ընթացքում սա բացառիկ երևույթ է եւ մինչ այս խաղարկությանը չէին մասնակցել քույր մարզիկները, այո։ Աշխարհի առաջնություններին մասնակցել էին, բայց աշխարհի գավաթին առաջի անգամ են մասնակցում։ Իսկ ասեք, ընդհանրապես Հայաստանում մասնակցելիության առումով եւ սպորտի հանդեպ հետաքրքրվածության առումով ինչպիսի դինամիկա կա, հատկապես որ ինչպես տեսնում ենք, շատ երիտասարդներ այդպես գալիս են մասնիկներ են դառնում, անգնալով ավելի հետաքրքրվում են, այս մրցաշարը օգնում է դրան, թե ոչ։ Միանշանակ, մենք խոսում ենք սամբոյի մասին, ցույց ենք տալիս սամբոն, թե ինչ փիլիսոփայություն է կրում այս մարզաձևը։ Սա ոչ ագրեսիվ մարզաձև է, հենակետային մարզաձև է, մենք ունենք սպորտային սամբո, մենք ունենք մարտական սամբո, ունենք զինվորական սամբո եւ հատուկ ստորաբաժանումների մարտիկների համար պատրաստվածության այդ սամբոն ունենք։ Շատ կարևոր է մեր պետության համար, որ մատաղ սերունդը պարապի զարգանա, լինի ուժեղ, ոչ ագրեսիվ եւ պատրաստ լինի բանակային տարիքին, որ բանակում էլ կարողանան հստակ կանգնած լինեն մեր պետության հիմքերում եւ պաշտպանեն մեր պետությունը։ Եւ այո, վերջի տարիների մեր միջոցառումները, մեր պետությունը որոնց են կացնում, այդ ուշադրությունը ավելի եւ ավելի կրկնապատկվել է մարզերում, մարզկենտրոններում, գյուղերում, Երևան քաղաքում բավականին շատ են ցանկացողներ այս մարզաձևով զբաղվելով եւ ամեն ինչ անում ենք, որ կարողանանք բոլորին ընդունենք մեր մարզադպրոցներում, որ անվճար է դեպ Լևոն Հայրապետյանի անվան սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի դռները բաց են բոլորի համար, բոլոր մարզերում եւ անում ենք նման աշխատանք, հայրենանվեր աշխատանք մեր մարզաձևը ներկայացնելու, զբաղվելու, կրթելու եւ աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոններ պատրաստելու, որ մեր պետությունը
ավելի եւ ավելի ուժեղ լինի եւ ուժեղ ներկայացված լինի։ Դրոշը անընդհատ այո, այլ նաև շատ համեստ են մեր մարզիկները, աշխարհի գործող գավաթակիր Կարեն Սարգսյան։ Խնդրում եմ պատմեք ինչպես եք տրամադրված այս առաջնությանը։ Ընդհանրապես ինչպես միշտ տրամադրվում եմ մարտական, քանի որ իմ հետ աշխատում են տարբեր մարդիկ, մարզիչներ, ընկերներ, փորձում են ամեն ձև աջակցել, օգնել։ Տրամադրվում եմ միշտ մարտական, կապ չունի ինչ ով է իմ դիմաց կանգնած, մտնում եմ գորգ, կատարելու հստակ դրված աշխատանք, ունեմ պլան, որի հետ աշխատել եմ իմ անձնական մարզիչի հետ, ինչպես նաև ֆեդերացիայի գլխավոր մարզիչները, հավաքականի գլխավոր մարզիչների հետ նույնպես պարապել ենք, անցկացրել ենք ուսումնամարզական հավաքներ մեր ֆեդերացիայի նախագահ պարոն Հայրապետյանի գլխավորությամբ։ Ուզում եմ նաև ասել, որ այս մրցաշարը երրորդ անգամ է տեղի ունենում մեր երկրում, մեր Հայաստանում, եւ գնալով ավելի պատասխանատվությունը մեծանում է, որ պետք է պատրաստենք ավելի զգոն, ավելի ուժեղ, ոչ մի ջանք չխնայենք, որպեսզի կարողանանք պատվավոր ներկայացնենք մեր դրոշը, հնչեցնենք մեր հիմնը եւ իհարկե անում ենք համապատասխան աշխատանք ու փորձելու ենք անել ամենաբարձր գորգի վրա աշխատանք, որպեսզի կարողանանք մեր նշված արդյունքը ապահովել։ Կարեն, իսկ ասեք կպատմեք ինչպես եկաք հենց այս սպորտաձև, ինչով այն ձեզ գրավեց։ Պատմությունը շատ երկար է, կփորձեմ համառոտ լինել, կարճ լինել։ Ես ինքս Արցախից եմ, ծնվել եմ Շուշի քաղաքում, այնտեղ սպորտը սիրված էր բոլորի կողմից, բայց չկար սամբո մարզաձև եւ օրերից մի օր լսեցինք, որ Շուշի քաղաքում բացվելու է խմբակ, սամբոյի խմբակ ու Ստեփանակերտ քաղաքից մարզիչ պետք է գա, որպեսզի մարզի։ Եվ սկսեցինք հաճախել, այնտեղ մարզիչը մեզ շատ ջերմ ընդունեց, Արմեն Ադամյանն էր, եւ մինչ օրս նրա մոտ եմ ես մարզվում, որպես անձնական մարզիչ է նա ինձ, ու ոչ միայն մարզիչ, մեծ եղբայր արդեն, հարազատ մարդ, եւ այդպես սկսեցի Շուշի քաղաքից արդեն հիմքը դնել սամբոյի մեջ։ Այնուհետև 2020 թվականի պատերազմից հետո տեղափոխվեցինք Ստեփանակերտ, նորից շարունակեցինք մեր գործը այնտեղ ու մինչ օրս սամբոյի մեջ եմ եւ հիմա քաղաք Երևանում սամբոյի եւ ջյուդոյի Լևոն Հայրապետյանի սամբոյի եւ ջյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում մարզում ենք եւ ինչպես տեսնում եք գրանցում ենք շատ լավ արդյունքներ ու կշարունակենք գրանցել, քանի որ մենք մեր գորգի զինվորներն ենք։ Պարոն Հայրապետյան, խոսեցինք դպրոցից, ասեցիք, որ անվճար է, կարող են գալ, ես վստահ եմ շատ մարդկանց համար սա նորություններ եւ գալու են արձագանքելու են։ Ինձ հետաքրքիր է ինչպիսի կամային հատկությունների տեր երեխաները կարող են գալ, թե դուք օգնում եք ձևավորել բացի ֆիզիկականից նաեւ երեխայի կամային հատկությունները։ Ամենաառաջինը մեզ մոտ, երբ որ մենք ընդունելություն ենք անում, երեխան պետք է առողջ լինի, այսինքն մենք բոլոր բժշկական ստուգումները խնդրում ենք, որ ծնողները անցկացնեն։ Երկրորդ փուլը մեզ մոտ մարզիչ մանկավարժներ են, ովքեր որ մոտենում են հարցին բավականին նոր։ Մենք սպորտսմենի ֆիզիոլոգիական աճին ենք ուշադրություն դարձնում, այսինքն որտեղ որ պետք է ուժային, տեխնիկական հմտությունները զարգացնել ըստ տարիքային չափանիշների, ուշադրությունը այդպես է դարձվում, որ մենք երեխայի բնականon աճին չազդենք, այլ օգնենք, որ ինքը ավելի վստահ լինի, ավելի պատրաստ լինի, որովհետև դուրս գալով գորգ, մասնակցելով մրցումներին, մենք պետք է կարողանանք ուժեղացնենք ոգին, կամքը եւ հաղթանակի ձգտումը, որ պատրաստ լինի։ Այս ամենը արվում է բավականին լուրջ հիմքերի վրա դրված մասնագետների կողմից, ուսումնասիրություններով, ամեն ինչը այս ճանապարհով է գնում մեզ մոտ, եւ դրա համար կարող ենք ասել, որ երեխաները մեզ մոտ գալով ավելի պատրաստ են լինում։ Եվ նաեւ մեծ ուշադրություն ենք դարձնում նրանց կրթական ընթացքին, կապ ունենալով նաեւ իրենց դպրոցի դասատուների հետ, թե դպրոցում ոնց է։ Կա կարծիք, որ սպորտով զբաղվող երեխաները դպրոցում լավ չեն սովորում եւ դա բեկել է պետք։ Այո, մեզ մոտ դա նաեւ հիմք է դրված, որ պետք է դպրոցում էլ լինես
նորմալ սովորող աշակերտ, որ կարողանաս հասկանաս սպորտի հիմքերը, որովհետև սա գրագիտություն է, նաև ճանապարհ է, որ պետք է այդ երեխան անցնի ու պատրաստ լինի ամեն տեսակի մարտահրավերներին։ Այս աշխատանքը մենք ամբողջ սպորտային մեր ընտանիքով, մեր կազմակերպությամբ անում ենք եւ արվել է շատ շուտվանից հիմքը դրվել է ճիշտ եւ շարունակում ենք այդպես նաեւ աշխատել հիմա։ Եվ ապացույցն է մեր մարզիկների հաղթանակի դափնիները, որ տարիներ շարունակ ունենում ենք։ Կարեն, այս խաղարկությանը արդեն հասցրել եք հակառակորդների ուժերը գնահատել։ Ճանաչում եմ կարելի ասել բոլոր մրցակիցներիս, բայց յուրովի տրամադրում եմ բոլորին, որ պետք է ամենաառավելագույն ուժերս ներդնեմ, չկա այդպիսի գոտեմարտ, որ կասեմ մի քիչ թեթև պետքա գտնեմ, մի քիչ ոչ, մտնում եմ գորգ, մտնում եմ հաղթանակի համար եւ միջևեր պայքարում եմ այդ հաղթանակի համար։ Կան ուժեղ մրցակիցներ, որ այո, ուժեղ մրցակիցներ կան, բոլորը չէ, կնշեմ մեծ մասը Եվրոպայի աշխարհի գործող մրցանակակիրներ են, աշխարհի հնգակի 6-ակի չեմպիոններ են, նրանց ես մի երկու անգամ հաղթել եմ, բայց դեմ չեմ էլի հաղթել։ Բայց էլի եմ հաղթելու։ Հաղթական է տրամադրված եմ, որ պետք է հաղթեմ, կապ չունի ով է մրցակիցս, իմ տարին է, ես պետք է հաղթեմ։ Կասեք տարիների ընթացքում մասնակցության քանակը ավելացել է, թե ոչ, ինչ առաջխաղացում կա մրցաշարում։ Այո, կարող եմ ասել օրինակ Հայաստանի մեր շրջանակի մասին, ակտիվությունը բավականին մեծ է։ Մենք Հայաստանի առաքելության ժամանակ ունեցանք 140-ից ավել մասնակիցներ։ Հանդիսատեսներն էլ լեցուն էին Դինամո մարզադահլիճում, այդտեղ չկար հետաքրքրվողները, թե ինչ որակով է անցնում։ Մենք արդեն կարողանում ենք արձանագրել, որ իրականում ուշադրությունը շատ բարձր է։ Եվ կուզենամ մի հետաքրքիր բան ասել, մեր բոլոր մրցումները ուղիղ հեռարձակում են գնում YouTube-ով եւ Facebook-ով ուղիղ սթրիմ ենք անում միջազգային սամբոյ ֆեդերացիայի էջերով եւ որակն ենք ցույց տալիս, թե Հայաստանում ինչպես է անցնում։ Ինչի արձագանքներ կան։ Ես կարող եմ ասել մի բան, որ սամբոն օլիմպիական ընտանիք մտնելու պարագայում այդ մրցումների կադրերը օգտագործվել են Հայաստանը ցույց տալով, թե ինչ որակով է անցնում մրցումները։ Դա կազմակերպչական աստիճանն է սպորտսմենների, պատասխանատուների, հանդիսատեսի եւ ընդհանրապես նման նուրբ կետերին շատ մեծ ուշադրություն են դարձնում, թե ինչպես է անցնում մրցումները միջազգային սամբոյ ֆեդերացիայի անդամ երկրներում եւ Հայաստանը դա ցուցանիշներից կարելի ասել ամենաառաջինն է, որ մենք ցույց ենք տալիս որակ, օլիմպիական որակ, միջազգային որակ եւ սա նաեւ մեր սամբոն, Հայաստանի սամբոն ուժեղացնում է եւ միջազգային սամբոն է ուժեղացնում։ Ես հավելեմ նաև սիրելի հեռուստադիտողներ, որ այսօր երեկոյան սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը կարող եք հետևել Երկիր մեդիայի ուղիղ եթերում։ Ժամը կհուշեք, պարոն Հայրապետյան։ Ժամը 5:30 կլինի մեր օֆիցիալ բացումը, որից հետո կմեկնարկի արդեն եզրափակիչ գոտեմարտերը։ Շատ Այո, թերևս մեզ մնում է միայն եւ միայն հաջողություններ մաղթել բոլոր մասնակիցներին իդեմս ձեզ եւ իհարկե ձեր բոլոր ձեռնարկած գործերին, որպեսզի այն հետագա պլանները, որ նշեցիք, իրագործվեն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ես էլ հիշեցնեմ, որ զրուցում էինք Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանի եւ աշխարհի գործող գավաթակիր Կարեն Սարգսյանի հետ։ Այսօր արդեն մեկնարկել է մայրաքաղաք Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը։ Հետևում ենք, ինչպես ասում են, մատները խաչարած եւ սպասում հաղթանակների։